չի կարելի։ Ինչ պարզաբանումների մասն էր խոսքը եւ ինչպիսի վճիռ եք ակնկալում դատարանից։ Ինչպես տեսակ, այսօր արդեն ի վերջո ավարտվեց վերաքննիչ դատարանում պարոն Համբարձումյանի վերաբերյալ գործի քննությունը եւ վերաքննիչ դատարանը նշանակեց հունիսի 25-ին դատականից, սակայն արձանագրելով, որ որևէ դատավարական գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ գործի հայտորները մոտ 40-ն են եւ ըստ էության մոտ 3 դատական վերանայման բողոք է ներկայացված, լրացուցիչ անհրաժեշտություն կա դատարանի կողմից, որպեսզի գործի նյութերը կրկին ուսումնասիրվի եւ դրանից հետո նոր միայն որոշում կայացվի եւ հետեւաբար նշանակվեց եւս մեկ դատական նիստ, նորից եմ շեշտում, արձանագրելով, որ որպես այդպիսին դատավարական որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա, պարզապես տվյալ օրը հունիսի 25-ին դատական նիստը կբացվի եւ դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ, այնուհետեւ կհրապարակվի որոշումը, արդեն չեմ կարող ասել նույն օրը կհրապարակվի որոշումը, թե հաջորդ օրը կհրապարակվի։ Մենք ակնկալում ենք բնականաբար արդարացման դատական ակտ։ Շնորհակալություն։ Ձեզ եւս։ «168 հարգելի հետևողներ, այսքանով ամփոփում ենք մեր ուղիղ հեռարձակումը։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, իրադարձությունների ընթացքին շարունակեք հետևել 168 կայքի էջում եւ համանուն YouTube-յան ալիքում, մնացեք խաղաղությամբ։